Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հնարավորության գործարկումը կարող է էապես փոխել տարածաշրջանային լոգիստիկան, մաքսային վիճակագրությունն ու բիզնեսի ծախսերը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի գնահատմամբ այս քայլը ոչ միայն վարչարարական փոփոխություն է, այլ նաեւ երկար տարիներից տվերային կամ վերաձևակերպված եղած առևտրի փաստացի օրինականացում։ Օրերս հայտնի դարձավ, Թուրքիան որոշել է վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ Նոր կարգավորման արդյունքում թուրքական արտահանողները այսուհետ կարող են մաքսային փաստաթղթերում որպես վերջնական նպատակակետ նշել Հայաստանը, իսկ հայկական տնտեսվարողները ապրանք ներմուծել անմիջապես իրենց անունով, առանց երրորդ երկրների միջնորդների։ Մինչ այս հայկական բիզնեսը ստիպված էր աշխատել Վրաստանում, Դուբայում կամ այլ երկրներում գրանցված միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Այդ պատճառով պաշտոնական թուրքական վիճակագրությունում Հայաստանի հետ առևտուրը գրեթե չէր արտացոլվում։ Թուրքիան երբեք Հայաստանի հետ առևտուրը պաշտոնապես չի ներկայացրել։ Իր պետական վիճակագրական կառավարությունը միշտ ցույց է տվել Հայաստանի հետ առևտուրը զրո։ Նրա խոսքով իրականում հայկական ընկերությունները թուրքական ապրանքներ ձեռք բերելու համար օգտագործում էին վրացական կամ արաբական ընկերությունների անուններ։ Դրա համար հայկական ընկերությունները, որոնք որ Թուրքիայի ապրանքներ են ձեռք բերում, դες պետք է ներկայացնեն Հայաստան, իրենք ստիպված են ձևակերպել երրորդ երկրների ֆիրմաների անուններով։ Նոր կարգավորման արդյունքում հայկական բեռներն արդեն կարող են պաշտոնապես գրանցվել որպես Հայաստանի համար նախատեսված ապրանքներ։ Սա վերաբերում է թե ներմուծմանը, թե հայկական արտադրանքի հնարավոր արտահանմանը Թուրքիայի տարածքով։ Տնտեսագետի խոսքով այս փոփոխությունն առաջին հերթին կբերի իրական վիճակագրության ձևավորմանը։ Ամենակարևորը ճիշտ վիճակագրություն ունենալն է, որ եզրակացնենք, թե ինչ կարող է տեղ ունենալ, հատկապես որ ապրանքներն են բերվում, հատկապես ինչ քանակների են բերվում։ Եվ արդյոք Թուրքիայի հետ առևտուրը ընդամենը 330 միլիոն դոլար որ մենք գիտենք, թե իրականում դա կարող ավելի շատ է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայից ներմուծումները շարունակում են մնալ զգալի։ Ըստ այդմ 2025 թվականին Թուրքիայից ներմուծումը ըստ ծագման երկրի կազմել է ավելի քան 368 միլիոն դոլար, մինչդեռ ըստ արտահանող երկրի մոտ 121 միլիոն դոլար։ Այս տարբերությունը հենց վերարտահանման եւ միջնորդային մեխանիզմների արդյունքն է։ 2026 թվականի առաջին 3 ամսում արձանագրվել է մոտ 98 միլիոն դոլարի ներմուծում ըստ ծագման երկրի եւ ավելի քան 36 միլիոն դոլար ըստ արտահանող երկրի։ Տնտեսագետը համոզված է, ուղիղ ձևակերպումների գործարկումից հետո հատկապես Վրաստանի դերը կփոքրանա։ Վրաստանի դերը արհեստականորեն ուղղչացվում է, որտեղ շատ ապրանքներ բերում են Վրաստանից Հայաստան, ու Հայաստան-Վրաստան ապակին առևտուրը որ նայեք, մեծ թվեր են։ Մենք Վրաստանը այդպիսի էկոնոմիկա չունի, որ մենք այդքան բան պիտի Վրաստանից ձեռք բերենք վրացական արտադրության։ Դրանք իրականում դրանց մեծ մասը Թուրքիայից բերվում ապրանքներն են։ Ես չեմ հաշվում մեր մնացած ապրանքները, որոնք ավտոբուսներով տարբեր կերպերի մարդիկ Թուրքիայից բերում են։ Մակարյանի գնահատմամբ միջնորդների դուրս գալը շղթայից կարող է ապես նվազեցնել ներմուծման ծախսերը։ Առնվազն 15%-ի չափ, եթե ոչ ավելի։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում շարունակվում են նաև սահմանի եւ Գյումրի-Կարս երկաթուղու բացման քննարկումները։ Տնտեսագետի խոսքով, եթե այդ երթուղին գործարկվի, հայկական բեռները կկարողանան ավելի արագ հասնել թուրքական նավահանգիստներ եւ եվրոպական շուկաներ։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։